Միջազգային վարկանիշները արձանագրում են, Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մեդիայի ազատության ցուցանիշներով։ Արդյոք իշխանությունների շնորհիվ, թե ի հեճուկս, ում են սպասարկում եւ ում իրականում պետք է սպասարկեն հայ ժուրնալիստները, կդիմանան արդյոք ավանդական լրատվամիջոցները ցանցային մեդիայի հետ մրցակցությանը։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ խնդիրների համապարփակ քննարկմամբ։ Օրերս լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը տարածել էր ամենամյա իր վարկանիշը, ըստ որի Հայաստանը շոշափելի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ցուցանիշներով։ Հիմա մենք զբաղեցնում ենք աշխարհում 34-րդ տեղը, հաստատելով տարածաշրջանում առաջատարի դերը։ Հարցը միայն այն է, թե արդյոք մեզ մոտ վիճակը լավն է, թե հարևանների մոտ է վատացել։ Այս հարցը կքննարկենք մամուլի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ու ազգային ժողովի падգամավոր Երկիր մեդիա հեռուստաընկերության համահիմնադիր Գեգամ Մանուկյանի հետ։ Շնորհակալ եմ գործընկերներ, որ այսօր մեզ հետ եք։ Ես առաջարկում եմ մեր մյուս գործընկերոջ պատրաստած տեսանյութին ծանոթանանք, ով այսպես կներկայացնի պատկերը, որից հետո սրա շարունակենք զրույցը։ Հայաստանը մամուլի ազատության առումով տարածաշրջանում առաջատարն է։ Այս արձանագրումն արեց լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, հրապարակելով մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը։ Ըստ այդմ Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը։ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով եւ զբաղեցնում է 114-րդ տեղը։ Ադրբեջանը 167-րդ տեղում է։ 2024 թվականի համեմատ նահանջել է 3 տեղով։ Թուրքիան 159-րդն է։ 2024 թվականի համեմատ 1 տեղով նահանջել է։ Իրանը 176-րդ, նույն տեղում է մնացել։ Ռուսաստանի Դաշնությունը նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով եւ այժմ 171-րդն է։ Չնայած գրանցած զգալի առաջընթացին, զեկույցում առանձին անդրադարձ է արվում նաև առկա խնդիրներին։ Մասնավորապես նշվում է, որ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում վարկաբեկվում է։ Բացի դրանից լրագրողները մշտապես ենթարկվում են վիրավորանքների, հարձակումների եւ այն, որ նրանց հանդեպ ատելության խոսք կա։ Քաղաքական էլիտաների կողմից կիրառվող ռետորաբանություն էլ լրագրողներին մեղադրելով կոռուպցիայի մեջ կամ հակառակորդների շահերը սպասարկելու մեջ ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ ընդհանրապես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հաճախ ճնշման, վիրավորանքի եւ բռնության են ենթարկվում թե իշխանական պաշտոնյաների, թե ընդդիմադիր գործիչների ու նրանց աջակիցների կողմից։ Ըստ զեկույցի 2025-ին մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի տնտեսական գնահատականը շարունակել է անկումը։ Սեփականության կենտրոնացում, գովազդատուների կամ հովանավորների ճնշում, պետական ֆինանսավորման բացակայություն, սահմանափակում կամ ոչ թափանցիկ բաշխում։ Լրատվամիջոցներն այսօր հայտնվել են խմբագրական անկախության երաշխիքի եւ տնտեսական գոյատևման միջև ընկած դժվարին իրավիճակում։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության խմբագրական տնօրեն Աննա Բոկանդեի խոսքով բազմակարծիք, ազատ եւ անկախ լրատվամիջոցների ապահովման համար անհրաժեշտ են կայուն եւ թափանցիկ ֆինանսական պայմաններ։ Առանց տնտեսական անկախության չի կարող ազատ մամուլ գոյություն ունենալ։ Երբ լրագրողներն աղքատանում են, նրանք միջոցներ չունեն մամուլի հակառակորդներին, ապա տեղեկատվության եւ քարոզչության պաշտպաններին հակազդելու համար։ Մենք պետք է վերականգնենք լրագրությանը նպաստող եւ հուսալի տեղեկատվության արտադրություն ապահովող մեդիատնտեսություն, որն անխուսափելիորեն պահանջում է զգալի ծախսեր։ Միացյալ Նահանգներն առաջատարն է տնտեսական դեպրեսիայի առումով, որտեղ տնտեսական ցուցանիշը 2 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 14 կետով, հսկայական տարածաշրջանները վերածվում են տեղեկատվական անապատի։ Նշվում է, որ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետում սրվել է այս երևույթը։ Կեղծ տնտեսական փաստարկները օգտագործելով որպես գործիք մամուլը ենթարկեցնելու համար։ Օրինակ, մի շարք լրատվական խմբագրությունների, այդ թվում Ամերիկայի ձայնի եւ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի ֆինանսավորման կրճատումը։ Զեկույցում նշվում է, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի անկախ լրատվամիջոցները բախվում են աննախադեպ տնտեսական ճգնաժամի, որը սրվել է ամերիկյան աջակցության կտրուկ դադարեցման եւ ռուսական քարոզչության աճի պատճառով։
Զեկույցում նշվում է, որ տնտեսական իրավիճակի վատթարացման ևս մեկ գործոն է սեփականության կոնցենտրացիան, այն սպառնալիք է լրագրության բազմակարծությանը։ Օրինակներ են բերվել Ռուսաստանից մինչև Հունգարիա, որտեղ արտաքին ազդեցության օրենքները օգտագործվում են անկախ լրագրությունը խեղդելու համար, ինչպիսին է Վրաստանը։ Իսկ ահա Լիբանանում, Հնդկաստանում, Հայաստանում եւ Բուլղարիայում շատ լրատվամիջոցներ իրենց տնտեսական կախվածությամբ պարտական են կառավարությանը կամ գործարար համայնքին։ Նման իրավիճակը սիստեմատիկ բնույթ ունի 21 երկրում։ Ավելի քան մեկ տասնամյակ ինդեքսի արդյունքները վկայում են մամուլի ազատության վիճակի ընդհանուր վատթարացման մասին ամբողջ աշխարհում։ 2025-ին իրավիճակը նոր կարմիր գիծ է անցել։ Մերձավոր Արևելքը եւ Հյուսիսային Աֆրիկան մնում են լրագրողների համար ամենավտանգավոր տարածաշրջանը, որի էպիկենտրոնը Գազայում է։ Գործընկերներ, այս ինդեքսները, վարկանիշները վկայում են այն մասին, որ 2018 թվականից սկսած Հայաստանը այսպես դրական տենդենց է արձանագրում։ Դա իշխանությունների, այսպես ասած, շնորհքն է, խնդրեմ։ Դայաց որ ժամանակահատվածում ես պետք է ասեմ, որ համենայն դեպս վերջին մեկ տարվա ընթացքում ես չէի նշի այնպիսի ակնհայտ կամ ակնառու առաջընթաց, ասենք օրենսդրական կարգավորումների առումով, քաղաքական, տնտեսական իրավիճակը, որում գործում են լրագրողներն ու լրատվամիջոցները, այդպիսի ակնառու առաջընթաց չկա, բայց սրա միակ կարծում եմ ծանրակշիռ հիմնավորումը կարող է լինել այն, որ մեզանում իրավիճակը շատ ավելի քիչ է վատթարացել կամ չի վատթարացել առնվազն, իսկ հարևան երկրներում իսկապես բավականին այսպես լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ռեգրեսը ակնհայտ է։ Ցայտուն օրինակը իհարկե Վրաստանն է։ Այսինքն ոչ թե մենք ենք լավացել, մեր հարևաններն են վատացել։ Գոնե այս մեկ տարվա ընթացքում, բայց ինչ վերաբերում է հետ հեղափոխական տարիներին, ապա այս առումով իհարկե երբ առաջընթացը արձանագրվում էր միջազգային կառույցների կողմից, դա հիմնավորված էր եւ դա նաեւ համապատասխանում էր այն տվյալներին, որոնք որ մենք էինք հավաքում որպես լրագրողական կազմակերպություն եւ տեղյակ եք, որ երամսյակային զեկույցներով, որոնք որ հետո դառնում են տարեկան զեկույցներ։ Այսինքն ինչը փոխվեց 18-ից հետո։ 18-ից հետո եկեք այսպես 18-ից առաջ եւ 18-ից հետո համատենք եւ փորձենք վերլուծել դա։ 18-ից հետո մեր հեռարձակման ոլորտում շարունակեցին գործել այն հեռուստաընկերությունները, որոնք որ գործում էին նախքան 18 թիվը եւ իրենց ընդգծված ուրեմն ընդդիմադիր կեցվածքով եւ հռետորաբանությամբ եւ այլն իրանք շարունակեցին գործել, այսինքն հիմնական մուլտիպլեքսից դուրս մնացին կարծեմ, չէ՞։ Չէ, այն ժամանակ ոչ մեկը դուրս չմնաց, հետո երբ որ կոնկուրսներ հայտարարեցին, դա հետո էր ընդ որում այդ մուլտիպլեքսից դուրս մնացածներից մեկը այդպես էլ շարունակեց, իսկ մնացածները կարծես թե շարունակում են, բայց եթե մենք համեմատում ենք, ապա նախորդ տասնամյակների ընթացքում դժվար էր պատկերացնել, որ հեռարձակման ոլորտում այսքան մասնավոր հեռուստաընկերություններ իրենց այսօրվա այդ բովանդակությամբ կարող են գոյատևել։ Դա հնարավոր չէ, ոչ Քոչարյանի օրոք, ոչ Սարգսյանի օրոք, ասենք այդ տիպի ընդդիմադիր կեցվածքով եւ այդ բովանդակությամբ, ասենք 5-րդ ալիքի նման հեռուստաընկերություն Քոչարյանի օրոք հնարավոր չէր, Սերժ Սարգսյանի օրոք հնարավոր չէր։ Հիմա ես տեսնում եմ, որ Գեգամը համաձայն չէ, բայց ես այդպես հնարավորություն ունենա Գեգամը պատասխանել։ Քոչարյանի օրոք ամեղ պլյուս փակվեց, բանի Սերժ Սարգսյանի օրոք մենք շատ լավ հիշում ենք այդ տոտալ վերահսկողությունը հեռուստաընկերությունների նկատմամբ, այնպես որ դա ակնառու տարբերություն է։ Մյուսը, օրինակ այսօր ինչքան էլ որ բողոքենք եւ այլն, այնուամենայնիվ դժվար է գոնե մեկ կամ մի քանի տաբու թեմաներ հնչեցնել ու ասել, որ այսա իշխանությունը թույլ չի տալիս, որ լուսաբանենք։ Չկա այնպիսի գաղափար, տեղեկություն, կարծիք, դիրքորոշում, որը Հայաստանում որևէ հարթակում հնարավոր չի
ուրեմն դուսաբանել եւ հրապարակել։ Այսինքն ամփոփելով դրական դինամիկա տեսնում եք։ Հետ հեղափոխական շրջանում այո, բայց երևի թե արժի խոսել նաև այն խնդիրների մասին, ընդ որում ես կավելացնեի այն ինչ որ արձանագրված է, ես կավելացնեի ձեզ երկուսիդ էլ հրավիրել ենք այսօր։ Գեղամ, խնդրում եմ արձագանքեք, մեկնաբանեք։ Արմատապես համաձայն չեմ Աշոտի հետ, քանի որ 1000 տարվա ծանոթներ եք, այդպես իրար հետ բարգավաճ խոսեք։ Ընդհանրապես համաձայն չեմ։ Ուզում ասեմ, որ երկիր մեդիայում աշխատում։ Ախր ինչ հասարակական կազմակերպություն Հայաստանում եղել է երկիր մեդիայում եթերը ունեցել տարիներ շարունակ, որը մեկը չի ասել։ Ես 18 տարի աշխատել եմ։ Դե ամեկ պլյուսա փակվում Քոչարյանի օրոք Աշոտն ասում։ Հիմա Աշոտն ասում է հանձնաժողովը մրցույթ եղավ չշահեց, օրինակ երկիր մեդիան, ամեկ պլյուսը մրցույթի մասնակցեց չշահեց, բայց նայեք ինչա կատարվել։ Իրականում երբ որ ինձ ասում են, այ այն ժամանակ նախագահականը ճշտում է, լավ, ես էլ եմ եղել այդ լուրերում։ Ֆուտբոլային դիվանագիտության օրեր Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ ամբողջ իշխանական քարոզչության մեքենան աշխատում էր, երկիր մեդիան Հարություն Աշճյան առավոտոնից գիշեր հակառակ քարոզչությունն արել կամ լուրն ա տվել։ Եվ մեր եթերում նույն Երևանի մամուլի ակումբի տարբեր հասարակական կազմակերպությունների եթերներով ամենավերջին քննադատություն իշխանության եղել է 18 թվականից հետո։ Գիտեք, մի հատ մեծ խնդրեմ Հայաստանում կատարվել։ 18-ից հետո հասարակական սեկտորի ՀԿ-ների մեծ մասը անցել է իշխանության մեջ, падգամավոր են դառել, նախարար են դառել եւ այլն, եւ հասարակական վերահսկողությունը շատ ավելի դժվար է եղել։ Մամիկոն Ասլանյան, Վանաձորի քաղաքապետ, որի քաղաքական նպատակով մտցրել էին բան։ Մի օր Մամիկոն Ասլանյանին եմ այցելել, զրուցում ենք, իհատ հետարքիր բան ասեց, համայնքի ղեկավարը, ասում այ Գեղամ ջան, այն ժամանակ հարցում աներ մի կազմակերպություն 6 օրից ավել ես չպատասխանեի, գլուխներս կջարդեին։ Ով։ Նույն ՀԿ-ները, այսօր պետական ապարատը տոտալ առհամարում է։ Ոտնահարում է ամեն տեղ տեղեկատվության ազատության մասին օրենքը։ ԶԼՄ-ները միայն, ես խոսում եմ ԶԼՄ-ներ, չեմ ասում պատգամավորների հարցումներին չեմ պատասխան։ Երկրորդը, նույն երեք ազգային ժողովում քննարկում էր Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել։ Շաբաթներ առաջ, երբ որ Հռիփսիմե Ջեբեջյանի հետ այդ միջադեպ եղավ, ուղիղ եթերում հանձնաժողովի նիստին լրագրողներս ժողովուրդ առհամարեք Անդրանիկ Քոչարյանին, առհամարեք իշխանական պատգամավորներին։ Նայեք, այն սահմանափակումները, որ կան այսօր նույն ազգային ժողովում պատգամավորների նկատմամբ, դա աննախադեպ բան է։ Ես տարիներ առաջ եղել եմ պատգամավոր, բնականաբար երկիր մեդիա խորհրդարանական լրագրողներ եմ ունեցել, այն սահմանափակումները, որ այսօր կան խորհրդարանում, ուղղակի աննախադեպ է։ Եվ դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Այդ դեպքում ինչով բացատրենք լրագրողները առանց սահմանների կազմակերպության ահա այդպիսի գնահատական։ Նայեք, չեմ ուզի որևէ բան ասել, չափորոշիչները չեմ պատկերացնում, բնականաբար առաջին հայացքից էր որ Վրաստանի յետընթացը բնականաբար։ Բայց ոչ միայն աշխարհում 180 պետություն է այդ ցանկում, ոչ միայն Վրաստանով պետք է ուղղորդվենք, հա։ Այստեղ պետք է մեր մոտ առաջընթաց չի, մնացածի մոտ յետընթաց է, բայց նորից եմ կրկնում, հասարակական սեկտորի վերահսկողության մեղմացումը իշխանության նկատմամբ դիրքորոշումների այդ մեղմացումը, նայեք, ես միշտ փորձում եմ համեմատել, էլի, մի քանի տարի առաջ, եթե սա լիներ, ինչ կաներ հասարակական այդ ընկերակցությունը, առավոտվանից գիշեր այդ իշխանության գլուխը կջարդեր։ Հիմա գուցե ընկերակցությունն է մեղավոր որ չի անում, այլ ոչ թե պետությունը, հա, ինչ է կա։ Ընկերակցության ներկայացուցիչ, նույն Աշոտեն կազմակերպության եւ մի քանի այլ կազմակերպությունների բազմաթիվ էս հայտարարություններ մեջ բերեն, որ իրենք դժգոհում են հերթատեսան մասին օրենքի փոփոխությունից։ Հիմա իշխանությունը մի հատ նոր բան է հորինել։ Բերում է մի հատ կազմակերպություն, ձևավորում է հսկայական բյուջեով, որը հերոստատեսություններին ինչ-որ բան է պատվիրում։ Դեք, մեկ-մեկ Նիկոլ Փաշինյանը ասում է, լսի, մենակ վունդերկինդները ձեր մոտ են, տեսեք ինչա կատարվում։
բարձ ասեմ, էլ ինչա կատարվում։ Հայկական ժամանակ մի հատ խմբագրություն ա եղել տարիներ առաջ դիմադիր։ Մեկ է պարզվում որ այդ հայկական ժամանակի բոլոր աշխատողները պահակից սկսած հաշվապահով, լրագրողով, գնացած հետեկան բոլորը տաղանդ են։ Հայկական ժամանակի մի լրագրող դառնում է հանրային հեռուստատեսության լուրերի տնօրեն, ամուսինը դառնում է պատգամավոր, հետո գնում է հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ, 100 անգամ բարձրացնում ենք ախպեր, շահերի բախում կա, հաշվետու հաշվի առ։ Հիմա այդ հայկական ժամանակի լրագրողին մի հատ հսկայական կազմակերպության ղեկավար են տանում նշանակում, այսինքն ուրիշ մարդ չկա։ Դե հիմա իմ ասացին այնուամենայնիվ պատասխանը չէր, որովհետև մի քիչ այլ որոք, տեղեկատվության ազատություն, հովանավորչություն եւ այլն, ես չեմ էլ ուզում դրա հետ վիճել, որովհետև բոլորս էլ տեսնում ենք եւ հովանավորչություն եւ տարբեր ուրիշ խնդիրներ եւ տեղեկատվության ազատության մասին ես դեռ կխոսեմ, բայց ես պնդում եմ, որ նույն երկիր մեդիայում ամենևին էլ բովանդակությունը այն ժամանակ հենց Գեհամն էր հասարակական քաղաքական հաղորդումների տնօրենը եւ դա չի կարելի համատել, ասենք 5-րդ տարիքի բովանդակության հետ կամ այսօրվա երկիր մեդիայի բովանդակության հետ։ Այսինքն, որ այս իշխանությունները շատ ավելի այսպես հանդուրժող են վերաբերում եթերում այդ իրավիճակին, այդ բևեռվածությունը եւ այլն, այնուամենայնիվ եւ տարբերությունները բովանդակության ակնհայտ են եւ դա հնարավոր չէ նախորդ տասնամյակներին։ Սա օբյեկտիվորեն պետք է ընդունել։ Այո, երկիր մեդիայում եւ Երևանի մամուլի ակումբով եւ ես անձամբ բազմաթիվ հաղորդումներում ներգրաված եղել, բայց պետք է հաշվի առնել, որ այո, այն իշխանությունները այսպես դոզավորված թույլ էին տալիս։ Աշոտ Մելիքյանը երբեք չէր կարող այդ տասնամյակների ընթացքում եւ ոչ միայն ես, այնտեղ Լևոն Բարսեղյան, չգիտեմ, տասնյակ մարդիկ կարելի է թվարկել, հանրայինի եթերում դա հնարավոր չէր որևէ կերպ, ու ես համակերպվել էի դրա հետ, որ ինձ չեն կանչելու այնտեղ։ Արմենիա երբեք չէին կանչելու եւ այլն եւ այլն։ Եվ միայն հետ խորհրդային, ասեմ, հետ հեղափոխական շրջանում էր, որ կարծես թե ինչ որ այդ բաները բացվեցին, բայց երկիր մեծա ես կարող էի գնալ եւ այն չափով ինչքանով որ հնարավոր էր այն ժամանակ քննադատել, այո, ես գնացել եմ, բայց կրկնում եմ, իրավիճակը սկզբունքորեն տարբեր է։ Կամ նախորդ նախագահների օրոք, չգիտեմ, դուք ինչ մամուլի ասուլիսներ եք հիշում։ Ինչ մամուլի ասուլիսներ եք հիշում։ Այն ժամանակ, ասենք, Սերժ Սարգսյանը կարող էր իրեն հավատարիմ մի 7-8 հոգի, այդ թվում նաև երկիր մեդիայի ղեկավարին բերել, ընդ որում այն ժամանակ երկիր մեդիան կարող էր համարվել ընդդիմադիր, որովհետև դաշնակցություններ դուրս եկել։ Բայց ինչ արեց։ Մամուլի ասուլիսը։ Բայց ինչ արեց։ Նայեք, մամուլի ասուլիսը լավ, Նիկոլ Փաշինյանը 4 ժամ խոսում է։ Եվ 4 ժամ խոսում է։ Եվ ավարտում է այն ես չեմ ուզում այստեղ լրատվության փաստաբանի դեր կատարեմ Փաշինյանի կամ ԿՊ-ի։ Ես ասում եմ երևույթները, որոնք որ փոխվեցին լրատվական դաշտում, հեղափոխությունից հետո դա շատ լավ է։ Մի հարց առաջանում, թույլ կտակ այդ հարցը տան, որովհետև ինձ մոտ այդ հարցը բնականորեն առաջանում է։ Իսկ գուցե պատճառներից մեկը այն է, որ իշխանությունները այլևս այդքան ավանդական լրատվամիջոցներից, այսպես ասած, վախենալու ավելի քիչ պատճառ ունեն, քանի որ ոչ ավանդական լրատվամիջոցներն են եկել շուկա, ցանցայինները, որոնց վերահսկելը այլևս հնարավոր չի։ Պետական բյուջեի միլիարդներ, հիմա պայմանական թիվով, ահռելի միջոցներ այսօր կենտրոնացած է այս իշխանության ձեռքը քարոզչության մեջ։ Այդ ֆեյքերի պոակ ասածը դա սեփական ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն է։ Ուրեմն այդ պոակը, հարգելի արտոն, առաջ այդ պոակը որ եղել է, մենք գիտենք չէ ովքեր են ու լավ է եղել։ Նայեք, այդ պոակի ամբողջ խնդիրը, թիվ 1 խնդիրը, արտաքին աշխարհում դա ստեղծման ժամանակ է եղավ։ Մի վարքյան ես ասել եմ։ Արտաքին աշխարհում Հայաստանի քաղաքական շահերը սպասել։ Ես չմեկնաբանեմ, թող Աշոտը մեկնաբանի։ Դա այդպես ստեղծվել էր դա։ Եվ մենք ակնկալում ենք, որ այդպես էլ կլինի։
հետո այդ պոակը, նախ այդ պոակի ստեղծման գաղափարը այս իշխանությանը չէր, նախորդ իշխանություններին է, ստեղծում էին իբր դրա համար, հետո շատ արագ այդ պոակը վերածվեց ներքին քարոզչության, ավելին ներքին գրաքննության եւ ինֆորմացիոն դաշտում գերիշխելու նպատակ հետապնդող կազմակերպություն։ Եվ դա ակնհայտ էր, ցանկացած նոր կայք, եթե ընդդիմադիր կեցվածքով ստեղծվում էր, երեքած ստեղծվում եւ միլիարդների մասին է խոսքը, ապա այս դեպքում միլիարդները բյուջեից կարող է պատահի գնան, բայց այն ժամանակ քրեաօլիգարխիկ ռեժիմի ինքը երևույթը, երբ ոչ ավանդական ցանցային լրատվամիջոցները գալիս են շուկա եւ փոխում են եղանակը շուկայում, հա, այլևս այն ավանդական լրատվամիջոցները, որտեղ կար այնուամենայնիվ որակ, սկզբունքներ, ավանդույթներ, այլևս այդ դերը չունեն։ Այդ դա վտանգավոր բան չի, այդ դա եկեք քննարկենք, բան է շատ եւ հենց դրա մասին ամեն օր է պետք խոսել։ Հիմա դրա հնարավորություն ունենք, եւ դա մի կողմից իհարկե տեխնոլոգիաների զարգացումն է, որը հազար մի դրական բանով, ուրեմն ձեռքբերումներով հանդերձ շատ մեծ խնդիրներ է առաջացնում, նույնը իդեպ արհեստական բանականությունը։ Իհարկե կարելի է շատ լավ պոզիտիվ, լավ նպատակներով օգտագործել, բայց հետո այնքան մարտահրավերներ է գալիս, որ հնարավոր չէ դրան դիմակայել։ Եվ այստեղ արդեն նաև օրենսդրական կարգավորումների շատ կարևոր բան կա, որը որ անպայման պետք է մոտակա ժամանակներս, այստեղ նաև падգամավոր է նստած, շատ լավ կլինի, որ այդ հարցերին անդրադառնանք։ Այ հիմա Գերամին արձագանքելու հնարավորություն կա։ Ես դες հեռախոսով ձայն ուղղակի չասնեմ, որ չլսվի այդ անտանելի ձայնը։ Մակրոնի հարվածը Ալիևի երեսին թնդում է ողջ տարածաշրջանը, տասնյակ հազարից ավելի դիտում։ Հայաստանը Ֆրանսիայի ձենք ստացավ, Ալիևի տունը պայթել է 450,000 այդ երևույթը, դա ինչը, մեր տունը քանդում է, դա ինչ է անում, մեր լրագրողներից։ Սա իշխանության կողմից հովանավորվող։ Բայց ինչու ես վստահ, հակառակ կողմից չի արվում նման։ Այդ յութուբյան ալիք է, որի աշխատողները Աննա Հակոբյանի կողքն են, այդ ամբողջ համակարգը։ Գերամ, բայց ես էլ մյուս կողմից, եթե իմ հեռախոսը ավարտի, հա, ու նորից նայեմ, ես կարող եմ ընդդիմադիր կայքերից տարբեր, որը Հարգելի Աշոտ, ընդդիմադիր ցանկացած մեկը կարա միլիարդ ծախսի։ Խոսքը վերաբերում է հանրային փողի, խոսքը ծախսի մասին հիմա չի։ Իհարկե, անցնելու է ինչ-որ ժամանակ։ Սրանք այլևս չեն լինելու իշխանության։ Մեկ էլ այդ ամբողջ ճարտարապետությունը ահաբեկչության մեջտեղ է գալու, բայց կրկնում եմ, լրագրությունը ունի հիմնարար խնդիրներ։ Այլևս իշխանությունը, չորրորդ իշխանությանը հաշվետու չի, առհամարում է, չի հարգում, չի պատասխանում հարցերին։ Երբ է հայաստանյան որևէ իշխանության օրոք հաշվետու եղել։ Լավ, համարը գլուխները պատով է տվել, համարը շատ վատ է։ Հիմա էլ այս իշխանությունը այո, բավականաչափ հաշվետու չէ, նախ առաջինը դա տեղեկատվության ազատության մասին է խոսում։ Ես էլ ասում եմ, բազմաթիվ այդ փաստերը մենք արձանագրել ենք մեր զեկույցներում, իրավիճակի վատթարացումը բնականաբար ներկայացրել ենք ու ինձ համար այսպես սկզբից տարօրինակ էր, հետո հետաքրքիր, որ կառավարությունից ուզեցան այդ տվյալները քննարկել։ Այսինքն իսկապես վիճակը այդպես վատ է, թե ես էլ ինձ էլ հետաքրքրում էր նաև թե որ ես հրապարակել եմ դրանով են մտահոգված, չէ, այդ քննարկումը տեղի ունեցավ եւ հետաքրքիր էր որ ամենախնդրահարույց նախարարությունների ուրեմն գլխավոր քարտուղարները եւ մամուլի քարտուղարները եկան եւ հիմա ես փաստերը ներկայացնում եմ ու երբ որ ուզում էին հակադարձել, այդտեղ մի շատ հետաքրքիր արձագանք եղավ, ասում եմ կառավարության հարցումներին շատ եք պատասխանում, որ լրատվամիջոցների հարցումներին պատասխանեք։ Այսինքն ընդունում են, որ իրավիճակը վատ է եւ դա պետք է դրա վրա պետք է աշխատել։ Աշոտ, ես հիմա ուղղակի ժամանակի խնդիր է։ Նախկին լրագրողներ չեն լինում, բայց երկուսդ էլ, այսպես ասած, գործող լրագրողներ չեն։ Ես առաջարկում եմ դիտենք տեսանյութը, որը գործընկերս պատրաստել է, որում գործող լրագրողների կարծիքն ու գնահատականն է։
Շատ կարևորում եմ լրագրողներ առանց սահմանների կազմակերպության հրապարակած զեկույցը, ինդեքսը, որտեղ Հայաստանը 9 կետով բարելավել էր իր դիրքերը եւ 34-րդ հորիզոնականում էր առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից։ Այո, իհարկե, եթե համեմատում ենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, բնականաբար կարելի է գնահատել, որ Հայաստանը ունի առաջընթաց, բայց եթե մենք նայում ենք ներսից մեզ, նաև ինքնաքննադատության հայացքով, ապա պիտի նշեմ, որ այդ ինդեքսը շատ հեռու է, այսպես դրական հորիզոնականում գտնվելու առումով։ Հատկանշական էր ինձ համար այն, որ այդ ինդեքսում Հայաստանը առաջ է նաև Միացյալ Նահանգներից, դա նույնպես հետաքրքիր ցուցանիշ էր։ Չնայած զեկույցում նաև կային որոշակի քննադատություններ եւ շատ լավ կլինի, որ մեր թե իշխանությունները, թե լրատվամիջոցները այդ քննադատություններից հետևություններ անեն։ Ազգային ժողովում ուզում եմ հատուկ շեշտադրություն անենք այն հանգամանքին, որ օթյակը, որը նախատեսված է լրագրողների համար, եւ լրագրողները այդտեղ լուր ակցիա են իրականացնում, իրենց դժգոհությունն են արտահայտում իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին չհանդուրժելու կամ լրագրողներին այսպես խտրական վերաբերմունք ցուցաբերելու մասով գալիս են եւ լրագրողներին հրելով, քաշքշելով դուրս են հանում իրենց իսկ նախատեսված վայրերից։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ մամուլը Հայաստանում, եթե չասեմ միշտ, բայց վերջի տասնամյակների ընթացքում մեծ հաշվով ազատ է եղել։ Իրականում Հայաստանում մամուլը ազատ չի, որովհետև մի քանի կողմերից թեկուզ անուղղակի բայց ճնշումներ կան։ Չեմ կարծում, որ որևէ լրատվամիջոց, որը իսկապես ասելիք է ունեցել եւ դա չի ունեցել որևէ քաղաքական կամ այլ ենթատեքստ, այլ հենց լրատվամիջոցի ասելիքն է եղել, դժվարություն է ունեցել դա ընթերցողներին կամ լսարանին հասցնելու հարցում։ Ես նախկինում եմ այսպես աշխատել, հիմա եմ այսպես աշխատում, իմ կյանքում որևէ բան չի փոխվել, այլ հարցը թե իշխանությունները ինչպես են անցալում դա եւ միջամտության ինչ մեխանիզմներ են գործադրում։ Օրինակ, եթե նախկինում հնարավոր էր օրինակ զանգեին ինչ որ ձևով փորձային միջամտել, հիմա այլ ձևով են անում։ Հայաստանում վերջին տարիներին մամուլի նկատմամբ հիբրիդային պատերազմ է մղվում։ Փորձում են արժեզրկել լրագրողի եւ մամուլի դերը եւ այն ուժը, որ ուներ մամուլը նախկինում եւ որպես 4-րդ իշխանություն կարողանում էր իր խնդիրը ճիշտ լուծել, այսօր գնալով ուզում են թուլացնել մեր դիրքերը։ Գնալով ավելի բարդանում է լրագրողների գործը, ավելի լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնում եւ որպեսզի կարողանանք այնուամենայնիվ լինել թեժ կետերում, բարձրացնել խնդիրները, դա եւ նյարդեր եւ ինչպես նաեւ անվտանգային խնդիրները մեզնից պահանջում։ Ցույցերի ժամանակ տուժում են լրատվամիջոցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ դատական հայցեր կան։ Չեմ կարծում, թե այս պարագայում մամուլը կարող է ազատ լինել։ Եվ դա մենք տեսնում ենք ամենատարբեր ասպեկտներով, սկսած նրանից, որ ինձ օրինակ զրկել են ազգային ժողովում հավատարմագրումից, վերջացրած տարբեր բռնաճնշումներով լրագրողների դեմ, չգիտեմ, լրագրողների աշխատանքը որակազրկելով կամ արժեզրկելով։ Կարծում եմ, որ կա ավելի մեծ խնդիր, դա լրատվամիջոցների պատասխանատվության հարցն է, որը շատ հաճախ մեր շատ գործընկերներ ազատությունը շփոթում են ամենաթողության հետ, ինչը առաջացնում է հասարակության մոտ վստահության պակաս։ Դու որպես լրագրող, որը անդադար բասկի մեջ է, փորձում է իր նյութերը գտնել, հիմա էլ պետք է ճշտումներ անես։ Կարելի է այստեղ նկարել, կարելի է գնալ Միուս շիրմաքարի մոտ մոտենալ, արդյոք պետք է մատուռի մոտ նկարահանում ունենալ եռաբլուրի հետ կապված կոնկրետ։ Նույն խնդրին առաջվեցինք Ծիծեռնակաբերդում, երբ որ Նիկոլ Փաշինյանը պետք է մուտք գործեր Ծիծեռնակաբերդ, լրիվ չեզոքացրեցին լրագրողներին։ Տեսնում ենք, թե ինչպես են ցավագին եւ ծանր տանում իշխանությունները լրագրողական հրապարակումները, որոնք որ նաեւ պարունակում են բացարձակ փաստեր եւ դրա դրսեւորումները մենք օրինակ տեսնում ենք մեր գրեթե բոլոր հրապարակումներից հետո, երբ որ իշխանությունների հետ կապվող լրատվամիջոցներում ատելության խոսք է գեներացվում մեր օրինակ լրատվամիջոցի եւ այլ լրատվամիջոցի լրագրողների մասին, որ պետք է պատասխան ուղարկի լրատվամիջոցին պետական մարմինը, ինքը պահպանում է այդ ժամկետը եւ ուղարկում է լղոզված պատասխան կամ գրում են նամակով, որ չենք մեկնաբանելու։ Այս պարագայում ինչպես կարող է մամուլը համարվել ազատ։ Ֆիզիկական
Նման բռնության դեպքեր վերջի տարիներին կարծես թե չկա կամ շատ քիչ է, զուտ հաշվի առնելով, որ ակտիվ գործողություններ տեղի չունեցել։ Երբ որ զանգվածային միջոցառումներ տեղի ունենան, այդ դա կդառնա լակմուսի թուղթ, թե ինչքանով է իշխանությունը հանդուրժող նաև այս տեսանկյունից, բայց իրականում վստահ չեմ, որ լրագրողների նկատմամբ հանդուրժող կգտնվեն։ Կարգավորող մարմինները կարող են լուծումներ տալ, բայց մեծ հաշվով խնդիրը գտնվում է հենց լրատվամիջոցների տիրույթում եւ յուրաքանչյուր լրատվամիջոց ինքը իր համար այս պայմանական կարմիր գծերը պետք է սահմանի եւ նաեւ յուրաքանչյուր լրատվամիջոցի լսարանը պիտի այս պահանջը այս կամ այն ձևով իր լրատվամիջոցի առջեւ դնի։ Այնուամենայնիվ փաստ է, որ մենք առնվազն հարևանների ֆոնի վրա շատ լավ ենք նայվում ու դա օգնում է Հայաստանի բարի, այսպես համբավի ձևավորմանը, հեշտ է աշխարհին ցույց տալ, որ մի դիտեք մեզ նույն աչքերով, որով նայում եք Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այդ հնարավորությունը մեզ համար ինչ որ բացվում է ուղիներ, մենք կարող ենք աշխարհի առջև դա օգտագործենք որպես գործիք լծակ։ Ոչ, ինձ համար կարևորը մեր երկրում այդ ազատությունը, լրատվական ազատությունը, լրագրողների պաշտպանությունը ցանկացած հարցում պաշտպանվածությունը, արդարությունը լինի։ Երբ որ իմ երկրում պետական պահպանության ծառայության պետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը խփում է լրագրողին, կոտրում է տեսախցիկը, դրա համար պատասխան չի տրվում, որևէ կերպ պատասխան չի տրվում։ Հիմա քանի հատ լրագրողներ առանց սահմանի թող ասեն առաջի տեղում է Հայաստանը, բայց իմ ներքին հասարակական արդարությունը չկա։ Ինձ համար իմ երկրում բարենորոգումը, վիճակի լավացումն է կարևոր եւ ոչ թե ինչ որ թվեր հրապարակելը, որտեղ նաեւ այդ թվերի մեջ կա քաղաքական ենթատեքստ։ Ինձ համար կարևոր է, որ Աշոտ Մելիքյանի, Բորիս Նավասարդյանի, մյուսի լրագրողական հասարակական կազմակերպությունների հետ այս իշխանությունը եւ ապագա իշխանությունները հաշվի առնեն, դրա համար է իմ կռիվը։ Մի երկու շաբաթ առաջ չէ դուք դժգոհել եք։ Մի պահ փորձեցին բանտիկներ կախել, լսում էին, խոսում էին, խորհրդարանում պայմանավորվեցին, հուշագիր ստորագրեց մշակույթի հանձնաժողովի հետ նախկին լրագրող Սիսա Գաբրելյանի հետ, որ առանց այդ ՀԿ-ների կարծիքի լրատվության, հեռուստատեսության մասին օրենսդրական որևէ փոփոխություն չեն անելու։ Նույն կազմակերպությունները օրենս ազգում են ժողովուրդ ասում են, մեզ բանի տեղ չեք դնում։ Իմ համար կարևորը որ վիճակը լավանա։ Տես այդ զեկույցում համեմատեմ նախկինի հետ, 13 թվի հետ։ Զեկույցում ընդգծվում է, որ լրագրողների իրավունքները խախտվում են եւ ոտնահարվում են եւ իշխանության ներկայացուցիչների կողմից եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների կողմից։ Այս բալանսավորելու փորձը ինչպես գնահատել։ Ումի նկատի ունեն, առնվազն որևէ նման դեպք չկա։ Երեք ճիշտ ազգային ժողովում ԿՊ-ի Վահագն Ալեքսանյանը բաներ անում հիշեցնում էր, որ Գեգամ Մանուկյանը չի պատասխանում Civic AM-ի լրագրողի հարցերին։ Իրականում բրիֆինգի ժամանակ Civic AM-ի լրագրողը, որը Բաքրատ Սրբազանի մասին այլանդակ, կեղտ ֆիլմեր նկարել, ես լրագրողներին ասում եմ դեր աշխատանքը հարգում եմ, բայց պասֆիլ սարքողին չեմ պատասխանի որպես լրագրող հարցի։ Եվ իրականում ինքը հետո տեսանյութում խոսել է, ես որպես լրագրող դա չեմ արել։ Սա իմ անձնական կապ է։ Մոտավորապես այսպես, երբ որ իրեն շատ վատ է պահում Անդրանիկ Քոչարյանը, սկսում է արդարանալ։ Քո պարագայում նույնպես դու կարող էիր օգտագործել եւ չգիտեմ եթե դե պատասխան էիր ուզում այդ նույն YouTube-յան ալիքով եւ այլն, բայց քո կեցվածքը այնտեղ նույնպես անընդունելի էր եւ լրագրողին չլրագրող համարել եւ այսպես արհամարական մի կողմ գնալը դա ես արտապես չեմ վիրավորել, օգտագործել եմ Pasquil բառը, որը հայտնի է դեռ Pasquillant ես օգտագործել, ոչ միայն Pasquil, որ իրան Pasquillant ես որ այդպես։ Ես օգտագործել եմ Pasquil պատրաստողի հարցերին չեմ պատասխանում։ Ես պահել եմ եւ այդ դեպքը ի դեպ նույնպես արձանագրված է մեր զեկույցում, որպես ընդդիմության եւ իշխանության
պետության կողմից գրեթե հավասարաչափ պետք է համաձայնվեմ Գերամի հետ, որ միջազգային կազմակերպությունների համար չէ, որ մենք պետք է աշխատենք բարելավել մեր մոտ իրավիճակը, եւ ես դա ասել եմ բոլոր ժամանակներում, ինչպես եւ հետ հեղափոխական շրջանում ես եկա այն եզրակացության, որ խոսքի ազատության եւ մամուլի գործունեության համար լավ իշխանություն գոյություն չունի առհասարակ։ Եվ ցանկացած իշխանության ժամանակ այդ այլանդակ ճնշումներ եւ այլն տեղի են ունեցել եւ դա շատ վատ է։ Մենք հույսով ենք, որ այդ նույն երևույթները չեն կրկնվի այս իրավիճակում, հիասթափված ենք այս առումով, բայց այդուհանդերձ ես նորից ուզում եմ ասել, որ մենք արձանագրելով եւ այս իրավիճակը նախքան 18 թիվը եւ 18 թվից հետո իրար դեմ դիմաց դնում ենք մեր հավաքած փաստերը, տվյալները եւ այլն եւ տեսնում ենք, որ այո, փոփոխություն կա։ Ուրիշ բան է, որ այդ փոփոխությունները ամենևին էլ չեն համապատասխանում այն կարիքներին եւ այն անհրաժեշտությանը փոփոխությունների, որոնք որ մենք զգում ենք։ Մենք օրինակ ասեմ այլանդակ փոփոխություններ, տեսեք, լրատվության մասին ենք խոսում։ Այս տարվա փոփոխություններից մեկը, որը պետք է դուք կտրուկ դատապարտեք, օրենքում իմիջիալոց մի հատ փոփոխություն վերեցին, որ սահմանային գոտի լրատվամիջոցը գնալու համար, եթե նախկինում գործած այդ ձեր քննադատած իշխանությունների ժամանակ 5 օրվա ժամկետում պետք է ԱԱԾ-ն թույլտվություն տար, հիմա սարքել են 30 օր։ 30 օր լրատվամիջոցը պայմանական ուզում է գնա Կիրան, ինքը պետք է դիմումը ներկայացնի մի ամիս նստի սպասի, մինչև ԱԱԾ-ն լայաղ անի։ Գնահատական տվել եք այս երևույթին։ Այդ իմ կարծիքով նոր ինչ-որ արձագանքի դեռ պիտի արժանա, որտեվ իմ աչքից դա վրիպել է։ Եվ սա իսկապես ընդունելի չէ, այն ինչ-որ կար այս բացասական փոփոխությունների մասին ես կարող եմ երկար մի օրինակ էլ բերեմ, ասենք վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման վերին շեմը եռապատկվեց, դեռ ուզում էին հնգապատկել։ Սա նույն միջազգային կազմակերպությունները որպես ռեգրեսիվ երևույթ համարեցին։ Ես օրինակ չեմ համարում ռեգրեսիվ, եթե մարդը իսկապես զրպարտել է, թող պատասխանատվություն կրի ամենայն խստությամբ։ Տանես գնդակահարես, հա։ Չէ, բայց ինչի, եթե իսկապես դատարանի վճռով դա զրպարտություն է ճանաչվել։ Ամբողջ բանը նրանում է, որ շատ հաճախ նույն բարձրաստիճան պաշտոնյաները եւ այլն նույնիսկ օբյեկտիվ քննադատությունը ընկալում են որպես վիրավորանք կամ զրպարտություն։ Դա իրենց պրոբլեմն է, ես խոսում եմ դատական վճռով հաստատված դեպքի մասին։ Այդ եմ ասում։ Իսկ դատական իշխանության անկախության բացակայության դեպքում դա փաստորեն ստացվում է, որ իշխանավորը դա այլ խնդիր է, ես էլ դա իսկ դա միջազգային պրակտիկայում ընդունված է համարել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են դատական մեխանիզմները օգտագործելով ճնշում գործադրել լրագրողի կամ լրատվամիջոցի վրա։ Տեսեք, օնլայն լրատվամիջոցները իսկապես եղանակի վրա ազդելու լրջագույն լծակներ ունեն եւ արդեն խոսվում է այն մասին, որ ժամանակն է փորձել կարգավորել օնլայն հարթակներում տեղեկատվական կոնտենտը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ առաջարկել է նոր մշակել մեխանիզմներ, որոնք կսահմանափակեն, կկարգավորեն։ Ձեր գնահատականը։ Որ դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, թե պետք չէ, թե լավ չէ։ Հնարավոր չէ։ Իսկ պետք է թե լավ հնարավոր չէ, նշանակում է չպետք է նման կարգավորում լինի։ Հակառակ դեպքում այդ կարգավորումը տարածվելու է բարեխիղճ լրատվամիջոցների վրա։ Եվ անտեսվելու է։ Եվ անտեսվելու է անբարեխիղճները։ Ինչպես հիմա երկար ժամանակ է կայք հեռուստատեսություն Մենք սահմանը որտեղ է արդեն հնարավոր է չի պարզել։ Տարբեր դաշտերում հեռուստատեսությունը, որը հրահում լիցենզիա է ստանում հանրային դիպլեքսի մեջ է, շատ ավելի պարտավորվածություններ ունի, շատ ավելի սահմանները գծված են, քան օնլայն լրատվամիջոցը։ Եվ այդ անհավասարությունը տեխնոլոգիայի զարգացման մեջ շատ կարևոր է։ Ինձ համար, որպես երկար տարիներ լրատվության ոլորտում աշխատած մարդ, ինձ համար այսօր մեծագույն խնդիրը, այսպես ասեմ, լրատվամիջոցների որպես 4-րդ իշխանություն դերի իջեցումն է, նայեք, իրականում հետաքննական լրագրություն միշտ էլ Հայաստանում կաղացել է, բայց այսօր եզակեն հետաքննական լրագրության ոլորտում ակտիվները
եզակի դեպքեր են, որ ուղղակի խայտառակ կոռուպցիոն բացահայտումներից հետո դրան ինչ որ ընթացք է տրվում։ Այսպես ասեմ, շատ է պակասել այդ ազդեցությունը, այսինքն այն ժամանակ կոպիտ չի, բայց պաշտոնյա եւ այլն շամպես վախենում էին լրագրողներից եւ լրատվամիջոցներից։ Հիմա հəl ճամփա գտել։ Նո, սա էլ շատ վիճելի բան է, որ պաշտոնյաները շամպես վախենում էին, որովհետև այդ պաշտոնյաները շատ հստակ լծակներ ունեին ազդելու, համենայն դեպս բարձրաստիճան պաշտոնյաները լծակներ ունեին ազդելու հայկական ժամանակը դրան լավագույն օրինակներով ինչքան վճարի։ Չի, Արմենիան ինչ վատ օրինակ է եւ մնացած հերոստանգերությունը, ես չեմ բացառում, այսինքն ոչ չեմ բացառում, համոզված եմ, եթե որևէ լծակ երկիր մեդիայի նկատմամբ պետք ընդ գործածեին եւ դրա կարող ես չհամաձայնվել եւ դրա վառապացույցը Սերժ Սարգսյանի այն որ 8 հոգով հրավիրել էր այն կներեք ոչ գրական խոսքի համար կատոկի տակ փորձեց քեզ գցել եւ կատոկի տակ ես ինքս իսկապես վրդոված եմ եւ ասում եմ այ մի հատ գեղամը սրան պատասխան էր այնպես որ այդ առումով եւ ֆինանսավորման առումով դե չկա Միքայել Մինասյանի նման մեդիա օլիգարխ այստեղ չկա ինչ ես կարծում դա լավ է թե վատ է մենք ապրում ենք 2025 թվականին այո մենք 25 թվականին այսինքն դուք լրիվ տեղավորում եք այն իշխանական մարմինը լսի մինիստրը կոռուպցիոները բարի ժամանակ էլ եք գործում ես ուրիշ բան եմ ասում ոչ զարգացած Աշոտ նոր Արտյոմը խոսում էր տեխնոլոգիաների զարգացման եւ այլն դեպ իսկապես եթե ՀՌՀ-ի նախագահը խոսել է վերահսկողություն սահմանելու եւ այլն դրա մասին, ապա ես ենթադրում եմ, որ խոսքը աուդիովիզուալ կոնտենտի մասին է, որովհետեւ ուրիշ բան իրավունք չունի, բայց դա էլ դա շատ այսպես վիճելի, շատ լուրջ մոտեցումներ է այդտեղ պետք իրարել, որ հնարավոր չէ, միգուցե պետք է, բայց հնարավոր չէ։ Չէ, բացի հնարավոր չեն, դա շատ բարդ խնդիր է իր կազմակերպման եւ իրավական կարգավորման առումով։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործառույթներից եւս մեկի մասին, հա, Հայաստանում հայկական մեդիա դաշտում գործում են օտարերկրյա լրատվամիջոցներ, որոնք տարածում են այստեղ նարատիվներ, որոնք մեր շահերին երբեմն հակասում են։ Դրա հետ ինչպես վարվենք, արդյոք թույլատրելի է, որ Հայաստանում այլ երկրի պետական կամ ոչ պետական լրատվամիջոց իր քարոզչությունը տարածելու հնարավորություն ունենա։ Իրեք ես ընդհանրապես տարիներ շարունակ եմ կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է գործեն հայկական հեռուստաընկերություններ եւ մի օրինակի վրա ոչ միայն հեռուստատեսության մասին եմ ասում։ Հեք, իրական հիշեք Կուրսկի Սուզանավի այդ վթարման ժամանակ Սալմանում 4 զինվոր է մեր զոհվել։ Եվ ես միշտ օրինակը դրա վրա եմ վերում, ասում հայ մարդ առավոտը արտանում է, առավոտյան գիշեր ինքը Կուրսկի մասին է մտածում։ Այդ ցավը 4 մեր զինվորների զոհվելու այդպես չէր, ինչքան այդ Կուրսկի իրոք ցավալի դեպքեր։ Նավաստիների ճակատագրով անամիջական, որտեղ ռուսական հեռուստալիքները ժամանակ կարծեմ 3-ին 4-ին հեռուստալիքների ազդեցությունը Հայաստանի վրա շատ զորեղ էր, բայց այդ առումով շատ կարևոր է, որ քաղաքական նպատակարարությունից այսօր ռուսների դեմ ինչ որ հարց ունենք, եկեք ռուսական հեռուստալիքները փակենք, վաղը հարց չունենք, եկեք թողենք։ Այսինքն պետք է լինի ուղղակի ներքին ազգային անվտանգության, տեղեկատվական անվտանգության գլոբալ կոնցեպտ, որի արդյունքում կրկնում եմ, ինձ համար այն ժամանակ էլ նորմալ չէր, որ կար ռուսական ալիքներ, CNN-ը կար, բայց իհարկե ազդեցությունները տարբեր են, բայց տեսեք, մի շարք երկրներում Սպուտնիկն են փակում, որոշ երկրներում Ազատությունն են փակում, BBC-ն են փակում, այ մենք պետք է որ մտահոգ լինենք, թե չէ։ Եթե խոսքը հանրային մուլտիպլեքսի մասին է, ոչ միայն, այստեղ միանշանակ է, որ
միակ մուլտիպլեքսը, որ գոյություն ունի, դա հանրայինն է եւ ինքը պետք է լինի հայկական։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Դե կա նաև այլ կարծիք կարծեմ։ Նո եղել է, այո, եւ այնտեղ եղել են նաև այլ երկրների հեռուստաընկերություններ, բայց առհասարակ եթե մենք նայում ենք, ապա այստեղ էլ պետք է կարգավորման շատ հստակ սկզբունքներ լինեն։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե որևէ կաբելային հեռուստատեսությամբ եւ այլն ինչ որ արտասահմանյան հեռուստաընկերություններ հեռարձակեն իրենց ծրագրերը, դա կարող է եւ ռուսական լինել, եւ ամերիկյան, եւ ֆրանսիական եւ այլն։ Այն ինչ որ ասենք մենք հիմա ունենք կաբելայինում։ Բայց ամեն դեպքում, երբ որ միջպետական պայմանագիր է կնքվում եւ այնտեղ հստակ ասում է ինչ պայմաններով է այդ հեռարձակումը իրականացվում, պետությունները պետք է դրան հետևեն։ Եւ եթե այդտեղ խախտում կա, օրինակ տվյալ դեպքում, եթե խոսենք ռուսական հեռուստաընկերությունների մասին, ապա միջպետական հանդիպում, միջկառավարական հանդիպում է եղել եւ ռուսները ընդունել են, որ այո, այս նարատիվը եւ վիրավորական է, եւ զրպարտչական է եւ այլն, եւ մեծ հաշվով այն ինչ տեղի ունեցավ, մեծ սկանդալ չբարձրացավ, ուրիշ բան է, որ այդտեղ քաղաքական խաղեր բնականաբար կան։ Բայց դու այս ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում չես կարող առհասարակ վերցնել, ասել այս երկրինը պետքա չլինի, այս երկրինը կարող է լինել եւ այլն։ Տեխնոլոգիաները շատ կարեւոր եւ լավ հարցեր են լուծում։ Ուղղակի պետք է կարգավորումները շատ հստակ լինեն եւ այն ինչ կարելի է օգտագործել իջարս հակազդեցություն ստանալ։ Ճիշտ է եւ լավ է ասեմ դες Հայաստանը որպես ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկիր ունի նաեւ պարտավորություն իր տարածքում հեռարձակելու ֆրանսիական հեռուստաեթեր։ Ֆրանս 24։ Այո։ Կաբելներում կա, ինչ կա։ Կաբելներում կա, բայց չէ որպես հանրային մուլտիպլեքս։ Բայց հետաքրքիր է, եթե այդ օրը գա նույն ռուսական հեռուստաալիքները փակելու կողմնակիցներից շատ-շատերը նույն ձևի դժգոհել են, որ այս օտար հեռուստաընկերությունը կա։ Ժամանակը ցավոք մեր չի ներում աշխարհ։ Բովանդակությունը չի տարածի, որը որ Սալավի ռուսական ալիքների նման հետևում եք Ֆրանս 24-ին, ես ասեմ, որ նույն ձևի Այդպես ֆրանսերենին տիրապետելու հարց։ Deutsche Welle, France 24, բոլորն էլ այդ երկրների արտաքին գործերի որպես նախարարություն։ Դա է երևի բնական։ Դա աշխարհի տեսեք, լրատվամիջոցը դա ոչ թե ամենայն դեպս դասական ճիշտ կլինի, եթե այդպես, ոչ թե գաղափարական զենք է, այլ բիզնես, ծավալելու նաև միջոց։ Այո, լավ է, երբ լրատվամիջոցը ինքնուրույն վաճառում է իր պրոդուկտը եւ սպառողն է վճարում լրատվամիջոցին։ Ցավոք մի բան, ինչը մեզանում բացառիկ դեպքեր են, երբ դա իրականում կա։ Այ գովազդային անառողջ շուկան, տնտեսական չձևավորված ճիշտ ավանդույթները, այ այդ ինչ բացասական դեր է խաղում մեր քննարկվող թեմայի վրա։ Նախ կարծում եմ, որ այնուամենայնիվ լրագրությանը եւ այս բիզնեսին չարժի մոտենալ, ինչպես ասենք, կոշիկի բիզնեսին։ Իհարկե, բայց ամենայն դեպս ճիշտը այն է, երբ սպառողն է վճարում, այլ ոչ մեկ ուրիշը։ Այս բիզնեսը ամեն դեպքում մարդու սրտի եւ հոգու հետ գործ ունի, ուղեղի հետ գործ ունի եւ այս ամեն ինչը պետք է հաշվի առնել։ Ինչ վերաբերում է բիզնես մոդելներին, այո, ցավոք Հայաստանում հետ խորհրդային 30 եւ ավել տարիների ընթացքում այդպես էլ չձևավորվեց այդ բիզնես միջավայրը եւ այս առումով դժվար է լրատվամիջոցներին ընդհանուր առմամբ որևէ լուրջ մեղադրանք ներկայացնել, որովհետեւ միգուցե պետությանն է պետք մեղադրանք ներկայացնել այդ դեպքում։ Նախ պետությունը այդպես էլ չկարողացավ ձերբազատվել այն խայտարակությունից, որ միշտ բիզնեսը, համենայն դեպս խոշոր բիզնեսը սերտաճած է եղել իշխանության հետ։ Արդյոք պետությունը պետք է նպաստի դրան, որ լրատվամիջոցը կայանա որպես բիզնես։ Օրինակ, շատ հեռուստաընկերությունը չունի դոնորներ, չունի օլիգարխ սեփականատերեր, բայց ստիպված է մրցակցել հեռուստաընկերությունների լրատվամիջոցների հետ, որոնք այդպիսինն են։ Դա նորմալ է։ Ես հիմա գտնվելով շանթում չեմ ուզում որևէ ուրեմն համեմատություններ անել եւ ասել թե ինչ բիզնես մոդել եւ ինչպես է դա, բայց որ պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի լրատվամիջոցների գործունեության համար, բարենպաստ օրենսդրական դաշտ պետք է լինի
լինի, տնտեսական, ամեն ինչ անի, որպեսզի իրանք լրատվամիջոցները կախված չլինեն իշխանությունից, այսինքն խնդրողի դերում չլինեն, որևէ այլ ծակներով կախման մեջ չլինեն։ Բայց բիզնես միջավայրը առհասարակ երկրում այնպես է եղել, որ ինչպես նրանք անկախ չեն եղել, այնպես էլ հեռուստաընկերությունները եւ լրատվամիջոցները չէին կարող ուղղակի այնպիսի բիզնես մոդել կառուցել, որպեսզի անկախ այդպես կարողանային գոյատևել իրենց իսկ հաշվին։ Շատ գլոբալ հարց է անդրադառնում։ Տեսեք, իրականում այստեղ կա մի հատ մեծ խնդիր։ Մեր տնտեսության վիճակով նաև գովազդային շուկան է պայմանավորվում։ Օրինակ, նայեք 2004-ին Երկիր մեդիան որ եթեր սկսեց մտնել, ես հիշում եմ օրինակ թքվածքաբլիթ արտադրող առնվազն մի 10 փոքր ձեռնարկություն կար, որ մեկ գովազդ էին դնում, բայց ժամանակի ընթացքում այդ բոլորը փակվեցին եւ իրականում երբ որ տնտեսությունը բիզնես միջավայրը կայացած չկա նաեւ օբյեկտիվ գնահատման գովազդային դաշտ, որը Ռուսաստանում ինչ է կատարվել։ Երկար ժամանակ գովազդային դաշտը եղել է անառողջ, մինչև բիզնես ինչ որ խոշոր գովազդատուները ասել են, չէ, եկեք ամեն ինչից վեր, իրոք ազատ այդ ռեյտինգավորման ընկերություն գտնենք, որ մեր ծախսած փողն է արդյունավետ լինի։ Կա եւս մի բան։ Հայաստանում այսօր ամենամեծ արտադրական սերտաճած բան ազգային ժողովն եմ հիշում։ Հայաստանում այսօր 18 թվականից հետո, ձեր հեղափոխությունից հետո ինչ կատարվավ։ Իսկ ես բացառություն ասեցի, ես ասում բոլոր ժամանակները ինչ կատարվեց։ Այդ շնորհիվ ես ունեմ քարոշա մեքենա, հանրային հեռուստատեսություն, որը իրականում երբ որ պետական բյուջեով սնվող է, այդ պետական բյուջեից բացի, երբ որ թողնում ես մտնում է գովազդային դաշտ, խժռում է գովազդային դաշտը։ Ինքը հանրային հեռուստատեսությանը տվեց գովազդի իրավունքը եւ պետական բյուջեից զատ գովազդային դաշտում։ Իսկ բնականաբար հիմա բոլորն էլ հասկանում են, չէ՞ որ Աննա Հակոբյանի ճաշկերուտերին 1.5 միլիոն տվող բիզնեսմենը նաև հանրայինին շահագրգիռ կլինի, որ իշխանությունների աչքից հեռու մնա։ Եվ այսօր իրականում գովազդային դաշտը էլի ձևախեղված է։ Էլի ձևախեղված է։ Իդեպ նաև ինչ եմ ասում իշխանական, որովհետև հալա նախկինների ժամանակել էր այդպես։ Ցավոք մեր ժամանակը արդեն ստիպում է լուրերի 20 րոպե նվիրում եմ մի հատ Նիկոլ Փաշինյանի այցին, բանը, եւ վերջին մի բան եմ ուզում ասել։ Մի բան։ Շատ կար, նայեք, այս մեր երկրում լրատվամիջոցի գնահատիչը գիտեք որն է։ Ազգային ժողովի օթյակում լրագրողները իրավունք չեն ունենում հեռախոսով նկարեն, երբ որ կառավարությունը հարց պատասխանին ներկա է լինում, ՊՊՑ շարվածը չեն թողնում։ Եվ երբ որ քաշքշոց է սկսում, ուզում են մարդիկ նկարեն օթյակից, նույնպես գալիս է ՊՊՑ քանումը եւ այլն, եւ այստեղ ես ամբողջովին պետք է համաձայնվեմ, որտեղ այ այս հարցում համաձայնվեցինք։ Որտեղ չէ, այդ իրավունքները իսկ ու առհասարակ ազգային ժողովը լրագրողների աշխատանքի համար ամենաանբարենպաստ վայրն է դարձել եւ դա շատ վատ է։ Շնորհակալություն, ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ զրուցակիցներս գործընկերներ, լրագրողներ Գեղամ Մանուկյան եւ Աշոտ Մելիքյանն են։